վերջին հաղորդություն տալու կարգ հատուկ Մաշտոց Մատյանում կա, որը կոչվում է հաղորդ տալու, վերջին հաղորդություն, ինչու է առանձնացվել այդ վերջին հաղորդության կարգը Մաշտոցի Ծիսական Մատյանում, Մաշտոց Ծիսական Մատյանն ինչ է, քահանայի արարողություններ կատարելու Ծիսական Մատյանն է, առանձնացվել է մի հատ հաղորդ տալու կարգ, երբ որ գնում ես հիվանդի մոտ եւ շատ հավանական է, որ մահամերձ հիվանդ է, հա? Շատ կարևոր է, որ հենց այդ պահին խոստովանություն անես, բնականաբար էսի առանձնական խոստովանության մասին է, հա? Եվ կարծեմ, թե այդ պահին մահամերձ հիվանդը կամ քաղցկեղա կամ չգիտեմ ինչ հիվանդություն ունի, ինքը պատրաստ է խոստովանել, մեծ մասամբ իրենք պատրաստ են խոստովանելու, եթե մինչև այդ չէին խոստովանում, ամաչում էին կամ չգիտեմ ինչ մի բան, բայց այդ պահին պատրաստ են խոստովանելու եւ խոստովանում են, պատկերացնում եք հիվանդության մեջ էլ, հիվանդությունն ինչ է, ձրի ապաշխարություն, եթե մարդը սիրով անտարտունջ է կրում, մենք ենթադրենք դի ապաշխարենք, չէ, պահք պահենք, ծոմ պահենք, աղոթենք, երկրպագենք, ինչ որ ապաշխարություն է մեզ վրա դրված, կամ դի աղքատներին ողորմություն տանք, այդ էլ ապաշխարության ձև է, բայց հիվանդությունը այդ բոլորը համատեղում է, միտեղ ասում է, որ դու ապաշխարում ես, էլ ոչ կարաս պահք պահես, ոչ կարաս ծոմ պահես, մենակ չտրտնջաս, այդ սիրով տար այդ հիվանդությունը դա ապաշխարություն է, այսինքն, երբ որ մենք ինչ-որ մեկը ծանր հիվանդ է, այդ ապաշխարության ընթացքի մեջ է, և խոստովանում է իր մեղքերը ու սուրբ հաղորդություն է ստանում, ամբողջական ներման է արժանում, հա, դրա համար ասում ենք վերջին թոշակ ճանապարհ է գնում, չէ, երկինք պիտի ճանապարհ գնա արդեն, վերջին մենք թոշակը տալիս ենք, վերջին իր բաժինը տալիս ենք և ուղարկում ենք երկիր, և իր մեջի դրված այդ սուրբ հաղորդությունը և իր զղջումը ապաշխարությունը իրեն անվրդով անցկացնում է երկնքի ներքո գտնվող կայաններով և հարցնում է դեպի երկինք, եթե ամեն ինչ հստակ կատարվում, բայց անկեղծ զղջումը, խոստովանությունը, ապաշխարությունը պետք է հստակ լինի։ Հետաքրքիր մի այսպիսի պատմություն կա, մի թագավոր է լինում, որ հրաման է արձակում, ասում է իմ թագավորության մեջ ով շնություն անի, շնանա, մահվան պիտի դատապարտվի։ Օրենք է անում, դե հին օրենքը տեսեք, չէ, շնացողներին քարկոծում են։ Եվ այս թագավորն էլ ասում է շնացողին ես պիտի սպանեմ։ Այնպես է պատահում, որ իր քրոջ տղան հենց պալատում կողքի սենյակից մեկում աղախիններից մեկին բռնաբարում ու թագավորին հայտնի է դառնում։ Շատ է բարկանում թագավորը, ասում է սպանեմ, դե քուրն էլ իր տղային թագավորից փախցնում։ Փախցնում է հեռու երկիր, որ գիտի հաստատ կսպանի։ Անցնում են երկար տարիներ։ Այդ տղան փախած է լինում։ Թագավորը հիվանդանում է, մահվան մահճում է լինում։ Դե ասում են, մտածում են արդեն մահվան մահճումը բերենք քրոջ տղային թող հետը հաշտվի, էլի։ Քրոջ տղային բերում են, ինքն մահվան մահճում, բայց դաշույնը միշտ կողքն է լինում թագավորի։ Որ բերում են թագավորի մոտ, գալիս ասում ու դե եկել եմ հաշտվեմ քեռի հետդ։ Ու դանակը հանում է սպանում է քրոջ տղային։ Օրենքը նա կատարում, որտեղ ինքը օրինազանց չէր կարող լինել։ Ամեղ չէր։ Դանակը հասա հայելի վարուցից այս պատմությունը, դանակը հանում է սպանում է իր քրոջ տղային, որտեղ օրենքներ կատարում, ինքը մինչև մահվան
Մահիճ էլ օրինապահ թագավոր ա եղել, օրենքապահ։ Եվ եպիսկոպոսը գալիս է, որ պետք է խոստովանեցնի թագավորին արդեն մահանում է, հաղորդություններ բերել է։ Վերջին թոշակը պետք է տա։ Դե ասում է թագավորն ապրած կինա, մեղքերը տասա։ Ասում է մեղքեր, ասում, քրոջ որդու սպանությունը չի ասում։ Ասում է, բա ուրիշ բան չես հիշում, դու չես ասում, բոլորը հայտնի են, ասում, բոլորը գիտեն, քրոջը տղային, ոնց դու սպանեցիր։ Ասում, իսկ դա ես մեղք չեմ համարում, ասում, ես օրենքն եմ պահել։ Ասում, որ դու մեղք չես համարում, դա ես եպիսկոպոսն ասում։ Ես էլ քեզ հաղորդություն չեմ տա։ Ու թողնում է հաղորդություն, մասնատու փակում է ու պալատից ուզում է դուրս գա։ Դռների մոտ թագավորն ասում է սրբազան։ Ասում է ինչ կա, ասում է հələ բացի մասնատուփը։ Մասնատուփը բացում է, տեսնում է հաղորդությունը չկա։ Ասում է ուր է հաղորդությունը, թե ասում է չգիտեմ, ասում է չի ընկել ճոմ, չասում։ Ասում է դու տվիր հրեշտակը, վերցեց հաղորդությունը տվեց։ Իմացար սրբազան։ Դու չտվիր, բայց հրեշտակ գիտեր, որ ես իմ սրտից եմ խփել, ես ցավ եմ ապրել, որ սպանել եմ, բայց ես թագավոր էի, չեղ կարող օրենքը չպահել։ Ես արդար թագավոր եմ, պետք է օրենքը պահեմ։ Եվ այսպես հաղորդությունը հրեշտակը տվեց, վերջին թոշակը տվեց, ու թագավորը գնաց երկինք։